Այս բակում է իր մանկության տարիներն անցկացրել նոյեմբերի 19-ին Ղարաբաղում մարտական դիրքերում հերթապահության ժամանակ հակառակորդ դիպուկահարի կողմից սպանված ժամկետային զինծառայող 19-ամյա Արեն Սիմոնյանը։ Այսօր էլ իր հարազատ բակից նրան, ինչպես վայել է ազգի հերոսին, ճանապարհելու են եկել հարազատ բարեկամները, ընկերներն ու ծանոթ անծանոթները։ Նա ծնվեց ոչ թե միայն իր ծնողների համար, մեր հայ ազգի համար, եւ իր հայությունը, հայորդությունը տարավ այնպես, ինչպես վայել էր իսկական մեր ասպետին, հայ ասպետին, մեր հայդուկներին։ Արեն Սիմոնյանը բանակ է զորակոչվել Վանաձորի զինվորական կոմիսարիատից։ Զինակիցները պատմում են, որ Արենը զորամասում վարորդ էր, հայրենասեր ու քաջարի մի պատանի, հայրենի սահմանները պահպանող հայ բանակի լավագույն տղաներից մեկը։ Անգավորից առաջ ասացի, որ դիպուկահարներ են հանում առաջնայինից, շատ ուշադիր լինեն, գլուխը չանեն, սահմանված տեղից դիտարկումը կատարեն։ Ժամը 7-5 պակաս ես հերթափոխը կատարեցի, 8-20 ինքը զանգեց, ասեց ինձ, ինչ եք անում, մի հատ կգաս, սապրվում էի։ Երբ որ մտա կացարան, առօք հերթափոխը ասեց կրակոց եկավ, և հետ ինգերը զանգեց, ասեց, որ կրակոց լաց է լինում, ոչ մի բան չէի հասկանում։ Ես վազելով գնացի դիտակի հետ, գնացի տեսա, որ Արենը մահացել էր։ Արեն Սիմոնյանը բնակվում էր Լոռու մարզի Գուկար գյուղում։ Տեղի բնակիչների հավաստմամբ, երբ լրացել է նրա զորակոչային տարիքը, ինքն ու երկու ընկերները դիմում են ներկայացրել Պաշտպանության նախարարություն, խնդրելով միասին ծառայության անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Այսօր Արենը հայրենիքի սահմանները պաշտպանած ու հերոսի կոչում վաստակած իր հայրենի գյուղ է վերադարձել, հետմահու արժանացած զինվորի արիության շքանշանների։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։